Իմ թեման շրջանաձև տնտեսության մասին էր, ես իմ առաջ խնդիր էի դրել, ուզում էի հասկանալ այս թեման որքանով է Հայաստանում տարածված, որքանով է ուսումնասիրված կամ ոչ տարածված եւ այլն, բայց ինձ համար կարեւոր էր նաեւ, որ այս թեման ես ուզում էի ցույց տալ ոչ թե սովորական իր բնապահպանական ուղղությամբ, այլ նաեւ ուսումնասիրել, թե ինչ տնտեսական ազդեցություն է ունենում մարդկանց վրա, հասարակության վրա, պետության վրա, ու իմ առաջնային նպատակը դա էր, ես բոլոր իմ փորձագետներին հրավիրված հարցնում էի, թե արդյոք շրջանաձև տնտեսությունը ավելի շատ բնության մասին է, թե տնտեսության, ու հետաքրքիր է, որ նրանք բոլորը կարծում են, որ դա տնտեսության մասին է, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի հասարակություն դեռևս ցավոք սրտի պատրաստ չի հանրության բնապահպանական շահը վերդասել տնտեսականից, ու սա կարող է լավ հնարավորություն տալ մեզ տնտեսության զարգացման շնորհիվ զարգացնել նաև բնապահպանական այս ուղղությունը, որովհետև շրջանաձև տնտեսությունը իր ենթատեքստը ամեն դեպքում բնությանը եւ մեր մարդկային ռեսուրսները արդյունավետ օգտագործելն է։ Ես ուզում էի համեմատել Հայաստանի տնտեսության վիճակը եվրոպական երկրների հետ, իհարկե կարելի է նաև զարմանալ, թե ինչու եվրոպական երկրների հետ, բայց պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ամեն դեպքում որդեգրել է քաղաքականությունը, կարծում եմ, որ մենք շարժում ենք բոլորով, թե հասարակության անդամներ, թե պետական դեպի Եվրոպական միություն, ու ինձ համար կարևոր է տեսնել, թե այնտեղ ինչպես է ընթացել process-ները եւ ինչպես է ընթանում Հայաստանում։ Ես ուսումնասիրեցի հիմնական եվրոպական բոլոր երկրները, բայց շատ ինձ գրավեց եւ քանի որ Նիդերլանդները շրջանաձև տնտեսության ամենավառ օրինակներից մեկն է, ամբողջ աշխարհում այնտեղ այնպիսի տպավորիչ եւ ասենց զարմանք առաջացնող բաներ են անում, որ ինձ համար այնքան թեման հետաքրքիր դարձավ ինչ որ պահից սկսած, անկեղծ եմ ասում, մի անգամ իշ չի եղել, բայց հետո շատ հետաքրքիր դարձավ ու գնալով ավելի խորացա, բոլոր մանրամասները ուզում էի բացահայտել եւ դարձավ ոչ թե լրագրողական հոդված, այլ ուսումնասիրության նման մի բան։ Նիդերլանդները առաջատար է Եվրոպական միության երկրների շրջանում իր շրջանաձև տնտեսության ցուցանիշներով, նրանց մոտ տնտեսության պատկերացնում եք շուրջ 25%-ը շրջանաձև է աշխատում, այսինքն ռեսուրսները եւս մեկ անգամ օգտագործում են եւ նրանք նպատակ են դրել իրենց առջև, այսինքն պետականորեն այդ նպատակը սահմանված է, որ 2050 թվականին իրենց տնտեսությունը ամբողջությամբ շրջանաձև է լինելու եւ ես ուզում եմ անպայման տեսնել այդ օրը։ Շատ հետաքրքիր օրինակների հանդիպեցի։ Նրանք այնպիսի հետաքրքիր, այնպիսի զարմանալի մոդելներ են օգտագործում եւ մենք պարզապես կարող ենք օգտվել այդ մոդելներից, կիրառել Հայաստանում, կիրառելի դարձնել Հայաստանում ու դա մեզ համար կլինի այն լուծումները, որոնք մենք փնտրում ենք։ Օրինակ, ինձ շատ զարմացրեց մի օրինակ Նիդերլանդերում, որը օգտագործում է, կիրառվել է դեռևս տասնամյակ առաջ։ Նրանք ունեցել են խնդիր, դե գիտեք, Նիդերլանդների իզուր չեն ասում հոլանդական վարդեր, մեր հասարակության շրջանում տարածված է, չէ՞, այդ արտահայտությունը։ Նիդերլանդներում շատ զարգացած է ծաղիկների արդյունաբերությունը եւ ջերմոցների գոյատևման համար շատ անհրաժեշտ է CO2 գազ, այսինքն բույսերը, վարդերը, ծաղիկները աճում են այդ գազի շնորհիվ։ Հայաստանում մենք ունենք բազմաթիվ ջերմոցներ, որոնք պարզապես այդ CO2 գազը այրում են, լինում է եւ գազի անարդյունավետ օգտագործում եւ մնացած ռեսուրսների։ Նիդերլանդներում դրա լուծումը գտել են, նրանք 400 կիլոմետր երկարությամբ խողովակաշար են կառուցել, որը նավահանգստից այն ջերմոցային գազերը, որոնք արտանետվում են օդ, 400 կիլոմետր խողովակաշարով հասնում են վարդերի, ծաղիկների, բույսերի ջերմոցներ, պատկերացնում եք, ու այստեղ էլ է արդյունավետությունը բարձրանում, արտանետումները կտրուկ նվազում են եւ այդ արտանետումները օգտագործվում են ջերմոցների ավելի արդյունավետ աշխատանքի համար, ու սա իմ կարծիքով շատ հիանալի օրինակ է, որը Հայաստանին օրինակ կարող է շատ օգտակար լինել։ Իհարկե այստեղ առաջանում է մեր կարողությունների, թե ֆինանսական, թե մարդկային, թե տեխնիկական, բայց դրանք բոլորը կարծում եմ լուծելի հարցեր են, հատկապես երբ որ մեզ ամեն դեպքում Եվրոպական միությունը աջակցում է այս բոլոր լավ գաղափարների իրականացման հարցում։ Սա օրինակներից մեկն է եւ այսպիսի բազմաթիվ օրինակներ կան, որոնք ինձ ուղղակի ապշեցրել են այս աշխատանքի ընթացքում։ Ես
ուսումնասիրեցի Հայաստանում իրավիճակը եւ ինձ համար կարեւոր էր հասկանալ, թե ինչն է պակասում, որովհետև քանի որ ես ոլորտում եմ բնապահպանության ուսումնասիրում եմ, լուսաբանում եմ, շատ եմ առնչվում այս հասկացություններին։ Բայց ինչ որ մի բան ոնց որ պակասում է, որ Հայաստանում այս շրջանաձև տնտեսության գաղափարը ավելի լայն տարածվի, ու ես կարծում եմ, ու ոչ միայն ես, նաև փորձագետների հետ միասին եկանք այն եզրակացության, որ մի քիչ ամեն դեպքում պակասում է պետական համակարգված մոտեցումը, այսինքն տարբեր հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ, նախաձեռնություններ անում են լիքը գործ, լիքը ինչ որ լավ բաներ են անում, փորձում են սա անել, այն անել, բայց իրականում այս ամեն ինչը լինում է ասենց ցրիվ եկած, ոչ համակարգային եւ անհրաժեշտ է պետության քաղաքականությունը, դիրքորոշումը եւ աջակցությունը այս ոլորտի զարգացման ուղղությամբ, որը կարող է իդեպ Հայաստանի համար լիքը բաներ փոխել, սկսած տնտեսության իրավիճակից մինչեւ անգամ աղբի խնդրի որոշակի կարգավորում, չեմ ասում էլի ամբողջությամբ կլուծի, որտեղ այն աղբը ինչ որ ունենք, արդեն դա ուրիշ եղանակով է լուծվում, առաջացող աղբի խնդիրը կարող է լուծել։ Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնը, Հակոբյան բնապահպանական կենտրոնը հետաքրքիր ուսումնասիրություններ է արել ու իմ աշխատանքի ընթացքում կիսվեցին ինձ հետ։ Պարզվում է, որ նրանք ուսումնասիրել են, թե Հայաստանում գոմաղբի եւ կենսական մյուս թափոնները վերամշակելու եւ բիոգազ ստանալու դեպքում, եթե մենք Հայաստանի ամբողջ այդ թափոնները կենսական վերամշակենք եւ արտադրենք բիոգազ, դա կարող է մեզ համար կրճատել մեր ներմուծվող գազի մինչեւ 10%-ը։ Դա հսկայական թիվ է իրականում ու կարող է մեզ համար անգամ անվտանգային հարցեր լուծել։ Պատկերացրեք, սա խոսում ենք շրջանաձև տնտեսության մասին, բայց այնքան է փոխկապակցված իրար հետ այդ ամեն ինչը, որ դա մեզ համար անգամ անվտանգության եւ տնտեսության կառուցվածքի հարց կարող է լուծել։ Իհարկե սա երազանքի թիվ է, այսպես ասած, ինչպես ասաց ծրագրի ղեկավարը, բայց լրիվ ռեալ է, որ 5% գազի ներմուծման կրճատում մենք ունենանք միայն նրա շնորհիվ, որ մենք հավաքենք այն աղբը, որը թափվում է ամեն օր ձորեր, գետեր, աղբավայրեր եւ պարզապես օգտագործենք արդյունավետորեն եւ մենք դրա շնորհիվ կկարողանանք կրճատել մեր ներմուծման քանակը գազի։ Իհարկե սա պետքա նշել, որ պարտադիր իրականություն կդառնա միայն պետության օգնությամբ, այսպես ասած, համակարգված աշխատանքի պետության կոնկրետ քաղաքականության եւ ռազմավարության դեպքում, երբ որ պետությունը սատարի այս միջոցառումներին։ Կարող եմ նաեւ ասել, որ ինձ համար հետաքրքիր էր զրույցը նաեւ Տիգրան Ջրբաշյանի հետ, որը գիտեք Հայաստանում շատ հայտնի տնտեսագետ, տնտեսության ներկայացուցիչ է։ Ինքը դիտարկումներ ուներ այս թեմայի մեջ, ուզում էր, որ մեր հանրությանը մենք այս ամեն ինչը ներկայացնենք ոչ միայն բնապահպանական, ավելի ճիշտ ոչ թե առաջնային բնապահպանական շահը, այլ տնտեսական շահը, քանի որ ըստ նրա ցավոք սրտի մեր հասարակությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նրան տնտեսական շահով ավելի հեշտ են շահագրգռելը, քան ասել ուղղակի գիտեք ինչ կաղբի թափեք, դուք վատ բան եք անում եւ այլն, մենք ցավոք սրտի դեռ այդ գիտակցություն չունենք, դե պարզ է բոլորիս համար էլ եւ ես կարծում եմ, որ նրա ասածների մեջ կա իհարկե ճշմարտության չափաբաժին եւ շատ ավելի արդյունավետ կլինի տնտեսական շահի միջոցով մեր հանրությանը բերել ինչ-որ կետի, որ մի օր սկսենք բնապահպանական խնդիրների մասին էլ ավելի լայն մտածել։ Նրա կարծիքով նաև մեր տնտեսությունը արդեն իսկ որոշ չափով շրջանաձևության տոկոս ունի, այսինքն այնպես չի, որ մենք այսօր զրոյից պետք է սկսենք, բայց ինչպես նշում են նաև մյուս բոլոր փորձագետները, ում հետ խոսել եմ եւ նաև Դավիթ Մարկոսյան, որը մեծ գիտական աշխատանք է արել այս ուղղությամբ եւ միակն է Հայաստանում կարծեմ, որ շրջանաձև տնտեսության վերաբերյալ գիտական թեզ է եւ պաշտպանել է այն։ Նրանք բոլորը ասում են, դե ինձ թվում է մենք էլ որպես լրագրողներ բոլորս գիտենք, որ Հայաստանում կա մեծ բաց տվյալների բացակայության, այսինքն ինչ որ ուսումնասիրություն կամ ինչ որ մի թեզ ապացուցելու համար մեզ բոլորիս պետք են տվյալներ, չէ, հաշվարկներ, ուսումնասիրություններ եւ այլն։ Այդ մեծ բաց ունենք այդտեղ, որովհետեւ տվյալների բացակայությունը մեր վիճակագրական կոմիտեն չի տալիս այդ տվյալները, չի հաշվառում, թե օրինակ մենք որքան աղբ ենք նետում, այդ աղբի որ մասն է կենսական, որ մասը պլաստիկ, որ չունենք այդ տվյալները, հետեւաբար շատ հետազոտություններ ուղղակի չենք կարող անել, բայց ըստ Տիգրան Ջրբաշյանի մեր տնտեսությունը արդեն իսկ ունի շրջանաձևության որոշակի տոկոս, ուղղակի դա գնահատված չէ, ուսումնասիրված չէ եւ չափելի չէ եւ չենք կարող համեմատել եվրոպական երկրների հետ, բայց Impact Hub-ի ծրագրերից մեկի բաղադրիչով այժմ իրականացվելու է որոշակի չափով այդ գնահատումը ամերիկյան ընկերությունների խմբի հետ եւ շուտով հուսով եմ մենք որոշակի տվյալ
մատերիալներ կունենանք, թե մեր տնտեսության մեջ այդ process-ները ոնց են ընթանում եւ դա շատ կարեւոր կլինի ըստ ինձ։ Եվ ես այս թեման ուսումնասիրելու ընթացքում նաեւ հասկացա, որ ամեն դեպքում մեր մոտ կան շրջանաձևության էլեմենտներ, որը սակայն մենք կիրառել ենք, բայց չենք մտածել, որ դա շրջանաձև է։ Ընդհանրապես դրա մասին չեմ կարծում, որ որևէ մեկը մտածած լինի, օրինակ այն կոշկակարի վերանորոգման, կոշիկների վերանորոգման կետերը, որ մեր մոտ ամեն դեպքում ակտուալ էին, հիմա չգիտեմ։ Դա հնարավորություն է տալիս, օրինակ ռեսուրսը, կոշիկը, որը ունի վերանորոգման կարիք, վերանորոգել եւ վերաօգտագործել։ Մենք ունենք նաեւ մի մեծ էլեկտրոնային հարթակ, որը մեզ համար բոլորիս համար վստահ եմ ոչ մեկ չի մտածել այդ ուղղությամբ, որ դա իսկ իրական շրջանաձևության մեծ բաղադրիչ է պարունակում։ Լիստեյը բոլորս օրինակ այնտեղ վերավաճառք են անում օգտագործված ռեսուրսների, տարբեր գործողություններ են անում, բայց մենք չենք մտածել, չէ՞ որ դա շրջանաձևությանն է նպաստում նաև եւ այսպիսի բազմաթիվ բաղադրիչներ կան, օրինակ եվրոպական շատ երկրներում ներդրվում է համակարգ ապակու շշերի վերադարձի, որ մարդը ապակու շիշը վերադարձում է, դրա դիմաց փոխհատուցում է ստանում գումարային։ Մեզ մոտ հիշում եք, չգիտեմ, իմ մանկության տարիներին ամեն դեպքում շատ էր, որ վերադարձի դիմաց գումար ենք ստանում, հիմա կարծում եմ հիմա էլ կլինի։ Ուզում եմ ասել, այսպիսի բաղադրիչներ, էլեմենտներ շրջանաձևության վերաբերյալ մենք ունենք ու հաստատ բիզնես տիրույթում էլ ունենք, ուղղակի ինչպես ասում է Տիգրան Ջրբաշյանը, գնահատված չի եւ ակնհայտ չի, հետեւաբար որևէ թվային տվյալ այդ վերաբերյալ հավանաբար չունենք։ Նաեւ Եվրոպայում, եվրոպական երկրներում շատ հետաքրքրություն է առաջացրել մեր մոտ գործող հագուստի վարձակալության կետերը, օրինակ, երբ որ մարդը երեկոյան զգեստի կարիք ունի, ինքը ոչ թե գնում է, այլ շատ դեպքերում ուղղակի վարձակալում է, դա իրանց համար շատ զարմանալի էր, դեպի ես մասնակցել եմ, զրուցել եմ եւ այլն, շատ հետաքրքիր ձևով ընդունեցին, ու դա էլ է շրջանաձևության մեծ բաղադրիչ ունեցող երևույթ։ Ամեն դեպքում այս ամեն ինչը հաշվի առնելով Հակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ եւ ծրագրի ղեկավար Հարություն Ապետյանը ինքը միանշանակ համոզված է, որ եթե չլինի պետության աջակցող դերը, շատ դժվար կլինի եւ շատ անարդյունավետ կլինի շրջանաձև տնտեսության բաղադրիչների կիրառումը, որովհետեւ ամեն դեպքում բիոգազի արտադրությունը իհարկե լավ այլ ընտրանք է մեզ համար, բայց այն կլինի շատ թանկ հաճույք, եթե պետությունը որոշակի աջակցություն ցույց չտա։ Օրինակ, տեսեք, բիոգազի արտադրության ժամանակ արտանետվում է CO2, այն վառելի էներգիա ստեղծող գազը, որը մենք վառում ենք, եւ օրգանական պարարտանյութեր կարող է ստացվել մեծ քանակով։ Ըստ Հարություն Արպետյանի, մենք եթե այս 3 բաղադրիչներից էլ չօգտվենք, մեզ համար բիոգազի արտադրությունը կլինի անարդյունավետ, քանի որ եթե օրինակ մենք CO2-ը արտանետված կարող ենք ուղղորդել նույն այն վարդերի ջերմոցներին, որոնց համար անհրաժեշտ է CO2-ը, կարող ենք վաճառել նրանց։ Պարարտանյութերի խնդիր ունենք մենք Հայաստանում հիմնականում սինթետիկ, այսինքն քիմիական պարարտանյութեր են, որոնք իհարկե ոչ այնքան օգտակար կլինեն մարդկանց համար, եւ մենք այդ պարարտանյութերը ներմուծում ենք Ռուսաստանից եւ Իրանից, եւ պարբերաբար խնդիրներ են առաջանում մարդկանց համար, արտաքին շուկայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին գնի տատանումներ են լինում։ Բայց եթե մենք սկսենք այդ բիոգազի արտադրությունը, այսինքն վերամշակենք այն բոլոր կենսական թափոնները, որը մենք բոլորս ունենում ենք, բոլորս ենք արտադրում, մենք կարող ենք այնքան օրգանական պարարտանյութ ստեղծել, օրգանական, այսինքն ոչ վնասակար, որը մեր երկրի ամբողջ կարիքները կարող է հոգալ։ Իրենք այդ գնահատականները արել են, հաշվարկել են, թե քանի տոննա աղբա արտանետվում, որքանից որքան կարող է ստացվել եւ այլն, ու մի ուրախալի լուրը կա այս ամենի մեջ, որ հիմա մշակվում է, ես իհարկե ասեցի, որ պետության համակարգող դերը դեռևս չկա, բայց ուրախալի լուրը նրանում է, որ մենք արդեն մշակում ենք ռազմավարություն այս ուղղությամբ եւ այն պատրաստ է, քննարկման պետքա դրվի եւ ընդունվի եւ այդտեղ այս ամերիկյան համալսարանի աշխատանքների շնորհիվ ընդգրկվել է նաեւ այս բիոգազի արտադրության ուղղությունը որպես առաջնահերթություն, այսինքն շատ հնարավոր է, եթե մենք բոլորս մեր հասարակությունով եւ պետությունով ցանկանանք, կարող է դառնալ իրականություն մեզ համար այս ամեն ինչը։ Ու ուրախալի է նաեւ ինձ համար որպես լրագրող, որ մենք առաջին հերթին պետական մակարդակով շարժվում ենք դեպի եվրոպական եւ կանաչ ուղղություն,
Թեկուզ առաջնային դասելով մեր տնտեսական շահը եւ տնտեսական շահը պարտադիր չէ որ լինի վատ շահ կամ վնասակար շահ, տնտեսական շահը միայն հանքարդյունաբերությունը չի, միայն բնությանը վնասելը չի, այնտեղ կան լիքը լավ բաղադրիչներ, որ ամբողջ աշխարհն այսօր շարժվում է ուղղությամբ եւ ես ուրախ եմ, որ մենք էլ ենք որոշակի չափով մաս կազմում։ Այստեղ առաջին հերթին բոլոր Երևանի բնակիչները, Հայաստանի բնակիչները, Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան եւ ընդունեն, որ մենք արտադրում ենք շատ աղբ եւ մենք շատ անպատասխանատու ձևով ենք վերաբերվում այդ աղբին։ Միգուցե բոլորը 4 կողմից լսում ես դե որպես լրագրող, որ մեղադրում են տեղական ինքնակառավարման մարմիններին, պետության եւ այլն, բայց մենք իրականում ամեն մեկս պատասխանատու ենք մեր քայլերի համար եւ եթե մենք լինենք պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության մասին մտածող, մենք չենք ստիպված լինի մեղադրել նրան Պողոսին, Պետրոսին, 3-ին, 4-ին եւ մենք ինքներս տեր կկանգնենք մեր ստեղծած աղբին։ Դրա համար Հարություն Ալպետյանը կարծում է, որ մեր աղբի վճարման գումարը պետքա շատ թանկանա, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը աղբ նետելուց առաջ եւս մեկ անգամ մտածի, արդյոք դա աղբ է, թե աղբ չի, եւ ինչպես պետքա նետել, որ արգղի մեջ նետել, եւ ինչպես անել, որ մեր թե տնտեսական օգուտը դրանից շատ լինի, թե մենք ինքներս կարողանանք ապրել այնպիսի միջավայրում, որը մեզ չի վնասի։ Ես չգիտեմ ինչպես կընդունեն մեր քաղաքացիները, բայց ես միանշանակ կողմ եմ, որ պետքա այդ գումարը թանկանա եւ յուրաքանչյուրս պետքա մտածենք մեր պետության ապագայի մասին, մեր մասին, որտեղ դա քանի որ առաջին հերթին մեզ է վերաբերվում։ Երևանի աղբանոցի մասին շատ-շատ է խոսում, սա կարող է լինել մի բաղադրիչ, մի մեթոդ, որը կկրճատի աղբի կուտակման քանակը Երևանում, բայց դա բնականաբար այն աղբի մասին չի, որը արդեն իսկ կա, այդ արդեն իսկ կա աղբի հարցը պետքա ուրիշ ձև լուծել եւ դա բավականին դժվար աշխատանք է։ Չգիտես ինչի Հայաստանում մեր քաղաքացիների, մեր համակարգացիների, մեր բնակչության մեծ մասը մտածում որ այդ աղբը իրանք չեն արել, դա իրանց արածը չի եւ պատասխանատուն ուրիշ մարդ է, բայց իրականում մենք բոլորս ենք։ Ամեն դեպքում իմ հոդվածի պատրաստման ընթացքում ես եկա եզրակացության, որ սա մի բան է, որը մեզ իսկապես շատ-շատ պետք է ու կարող է օգտակար լինի, ամփոփելով կարող եմ ասել, որ ուրախ կլինեի, որ օրինակ իմ հոդվածը կարդային շատ մարդիկ, բայց բնականաբար ես հասկանում եմ, որ դրա տարածումը այդքան չի լինի, ինչքան որ պետք է լիներ եւ դա ինչ որ չափով նորմալ երևույթ է։ Ես կուզեի, որ յուրաքանչյուրը մտածեր իր ստեղծած, իր կողմից առաջացնող աղբի մասին, դրա պատասխանատվության մասին եւ պետական մարմինները կուզեի եւս մեկ անգամ մտածեին խնդրի կարգավորման տարբերակների մասին, որտեղ ինչպես ասացի, պարտադիր չէ մենք կարիք չունենք ինչ որ նոր հեծանիվ հորինելու, քանի որ ամբողջ աշխարհում այս մեթոդները լայնորեն կիրառվում են ու տարածվում են ու կան այնքան զարմանալի երևույթներ, որ ուղղակի ապշեցրել են ինձնյութի պատրաստման ընթացքում, իդեպ ում հետաքրքիր է կարող է կարդա եւ այնտեղ ինտերակտիվ քարտեզ կա, որը երկրներով ցույց է տալիս, թե որ երկրում ինչ հետաքրքիր լուծում են գտել եւ դա կարող է մեզ համար ուղղակի շատ մեծ օգնություն լինել մեր մոտ ինտեգրելու համար, քանի որ ի վերջո ես նշեմ նաեւ, որ իմ համար կարեւոր էր լուծումների լրագրության ձևաչափով գրել այս նյութը, որովհետեւ աշխարհը շարժվում է նաեւ այդ ուղղությամբ։ Մարդիկ իրականում որքան էլ զարմանալի է հոգնել են վատ բաների մասին լսելուց եւ ուզում են ստանալ պոզիտիվ նորություններ եւ այս հոդվածի մեջ որը ես պատրաստել եմ կան բազմաթիվ լուծումներ, բազմաթիվ ոգեշնչող եւ հետաքրքիր տարբերակներ, որոնք բոլորի համար կարող են օգտակար լինել եւ ես հուսով եմ այդպես էլ կլինի։